զգացել եք, ամենուր կեղծիք է, չարություն, դավաճանություն, ամեն ինչ կարծես արհեստական է դարձել, սիրում են օնլայն, սովորում հեռակա, ընտանիք կազմում սոց ցանցերով, այս անիրավ կյանքում գրեթե վերացել է մարդ հասկացողությունը, մարդիկ ամենուր շահ են ման գալիս, ուրանալով տարիների ստեղծածը, ուրանում են ընկերությունը, սերը, ընտանիքը, մաքուր անշահախնդիր ընկերությունը, սրբությունը, մեզանից յուրաքանչյուրն պետք է ունեն այնպիսի ընկեր, որ ամեն անգամ սխալվելիս բռնի ձեռքդ ու քո հետ անցնի կյանքի ճիշտ ուղին, բոլորս էլ կարող ենք սխալվել, կարող ենք տրվել զայրույթին, վիրավորվել, նեղանալ մեկս մյուսից, բայց պետք է ներել միմյանց ու ամեն վեճից հետո գտնել իրար ավելի մոտ գտնվելու ուղին, նույնն էլ դավաճանության հարցում է, չգիտես ինչու դավաճանում են սիրազույգերը, չէ որ սերն ամենամաքուրն ու վեհ զգացմունքն է, ու ցավալի է, որ մարդիկ սիրահարվում են դեմքի ու մարմնին, կամ էլ խոսքով ասված սիրված լինելու գաղափարին, մի ցավեցրեք մարդկանց, որ անտարբերության չմատնվեք, ամեն տված ցավից հետո սպի է առաջանում մեր հոգում, որ գուցե կպնելուց առաջվա պես չարունահոսի, բայց կմեղքը տա ցավից, պետք է մարդու հոգին և վերաբերմունքն ավելի թանկ գնահատել, քան թվացյալ արտաքինը, ընտանիքն Աստծո կողմից ստեղծված մի անկյուն է, որտեղ պետք է հարգված լինի կին և տղամարդ փոխհարաբերությունները, բայց ամեն բան փոխվել է, մի մոռացեք, ընտանիք լինելն կարևոր չէ, որ լինի արունակցական կապ, ընտանիքն ես կբնութագրեմ սիրո հոմանիշ, դա այն սերն է, որ կարող է կողքից չլինել, չերևա, բայց միշտ գոյություն ունենա, որպես հենարան, հոգով սրտով պետք է հավատարիմ մնալ մեր ընտրությանը, մի տրվեք գայթակղություններին, ու հիշեք, տեսանելին հասանելի է բոլորին, այնպես որ պահպանեք ձեր